Ամսի 3-ի Իրիգունը, մենք եկանք Իրիգունը աշխատանքից տուն, բացահայտեցինք, որ ջուր չունեն։ Դե ասեցինք երևի զմեռա պայթելա վթարա եղել, սարում են, հետո տեսանք չէ։ Բնակիչները գործ են ասացին, այսօր եկած է գործ են։ Բացենք նայենք դրանց տեղ են կդրել, ու միլիցիայով են պրիտոմ եկեք կդրել, հետո ժողովուրդը ասում են միլիցիա էլ է կայունացել է իրանք, երբ որ կդրել են այստեղ։ Մտածել է, որ կարող է բնակչությունը չհամաձայնվի ինչ-որ ընդհարումներ լինեն, միլիցիան չթողի այդ ամենը։ Քաղաքապետարանը որպեսզի իր պայմանները պարտադրի մեզ, գալիս ու թաղքուն կերպով, ես չգիտեմ ինչու պիտի Երևան ջուրը լսի նրա հրահանգներին համապատասխան գա ջուրը անջատի կամ ինքը ով է որ գա լույսը անջատի, ընդ որում ոչ թե վինտիլով, այլ ապա մոնտաժում է խողովակը։ Կտրում, որ մարդիկ ջուր չունենան։ Դա իբրև թե մտածում են մեր մասին, որ շենքը վթարային է, կարող է փլուզվել, բայց շենքը վթարային է 30 տարուց ավել, եւ դա չի նրանց նպատակը։ Նրանց նպատակը ուղղակի մարդկանց, եթե կտրում է ջուրը կամ էլեկտրականությունը, որը ստրատեգիական նշանակություն ունի մարդկանց համար, առաջի կարգի կենսական անհրաժեշտության բնույթ է կրում, դա նշանակում է, որ ինքը ուղղակի մեզ սպանում է տներում, միևնույն է դուրս չեն գալու։ Ձմեռվա կեսին մեզ այստեղից ուզում են վտարեն, բայց մենք դեռ բնակարան չենք ստացել, պայմանագիր չունենք, գործը գտնվում է դատական վարույթում, մինչև դատանի որոշումը չլինի, մենք այս բնակարանը չենք լքի։ Մենք մեզ բնակարան տրամադրել են Սիսակյան 22-ում եւ այդ իրենց պայմանների հետ մենք դեռ համաձայն չենք, որովհետեւ անհամապատասխան պայմանները եւ դատական վարույթում է, մինչեւ դատանի որոշումը չլինի, մենք այստեղ չենք լքի, բնակարանը չենք դուրս գա բնակարանից։ Չենք կնքե պայմանագիր այդ բնակարան տեղափոխվելու համար։ Դա հարցի մի կողմն է։ Երկրորդ կողմը այն է, եթե մենք կնքած լինենք այդ պայմանագիրը, այս եղանակին, այս 7 հոգյան իմ տունը, երկու սենյակի մեջ մնում ենք, այդ տեղափոխվելը շատ դժվար է։ Իսկ իրանք մեզի գաղտնի կերպով եկե ջուրը կտրել են, տերորի են ենթարկում, որ մենք արդեն դիմենք այդ քայլի, որ հիմա տեղափոխվենք այս եղանակին։